Պապը զարմանքից հասել է ամոթից շիկնել է և պապը ակոսում պարկել, քնել է, խառվել այն հողին, որ իրեն սնել է։ Հիմի հոգում մերն է մեր լերն աշխարի։ Սյունիքի լեռն աշխարի խաչմերուկում վարարակն գետի աչափին կարմիր տանիքներով հանրահայտ գյուղն է։ Ավելի քան 300 տները շրջապատված են անհաշիվ թթենիներով, որոնց բերքը, եթե հավատան գյուղացիներին, դառնում է աշխարհի ամենալավ օղին։ Աղաբեկյանների ընտանիքում ամեն առավոտ երեկո ոչ թե իրենց թորած օղին են խմում, այլ լեռնային չամանի, քիմիոնի թեյը։ Այն հանում է հոգնածությունը, տրամադրում աշխատանքի, մարզում միտքը անկախ տարիքից։ Քիմիոնը քարահունջի միակ բարիքը չէ։ Միջով ուշ աշուն, մասուրը սկսած, զկերը, բանը լիքնա, հավաքել ապեր։ Տղաս 2 հեկտար կարտոֆիլա ցանել, լոբու պլանտանցիա ունեք, լոբու բիզնես անում։ Այս տարի աղաբեկյանները ստացել են 40 տոննա կարտոֆիլ և 10 տոննա լոբի։ Բերքի իրացումը և շուկան հիմա քարահունջի առաջին խնդիրներից է։ Բայց 10 տարի առաջ տնտեսական զարգացման մասին քարահունջում շատ քչերն էին մտածում։ Ուրիշ կենսական պակասություններ ունեին։ Խմելու և ոռոգման ջուր, ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ և այլն։ Ժամանակին այս ամենը մշուշոտ ապագայում էին, իսկ հիմա ոչ վաղ անցյալում։ Մարդիկ տեսան, որ ճիշտ է փոքր քայլերով, բայց համայնքում նախախնդիրներ լուծում։ Մենք էլ դոնորներից շատ բան սովորեցինք նրանցից ինչպես պլանավորել, ինչպես գործողությունների պլան կազմել։ Լուսինե Ավետյանը գյուղապետ է ընտրվել 2002 թվականին առաջ անցնելով 6 թեկնածու համագյուղացիներից։ Հայաստանի 22 կին գյուղապետերից մեկն է։ Հետագայում երիտասարդ դասվարին քարահունջը ընտրեց ևս 2 անգամ։ Պատճառներից մեկը գյուղապետարանում անընդհատ աճող ահա այսպիսի ծառերն են, որոնք թթենիներից հետո երկրորդ շնչառությունը տվեցին քարահունջին։ Սողանքային գոտու փոխհատուցում բջջից պետք է արվի կառավարության որոշումով, ուստի դա կխնդրեի դնենք ծառի հիմքում։ Համայնքային ակտիվ խումբը ՀԱԽ-ը ստեղծվել է Counterpart International կազմակերպության ծրագրով։ Տարբեր տարիքի ու զբաղմունքի տերմարդիկ են ընդգրկված այդ խմբում։ Ավականունիստից առաջ ՀԱԽ-ի երիտասարդները միանգամ են անցնում ծառի ճյուղերի վրայով։ Լավ կլիներ, որ հուլիսյան թթի նման այդ խնդիրները հեշտությամբ պոկվեին ծառից, բայց մի քանի ցավոտ հարցեր կան, որոնք մնացել են ճյուղերին կպած։ Առաջինը հին գյուղին արդեն 40 տարի սպառնացող սողանքն է։ Առայժմ 8 ընտանիք է վթարային տան դիմաց փոխհատուցում ստացել։ Շատերն էլ տեղափոխվել և նոր տեղում տուն են կառուցել, հիմնելով քարահունջի նոր թաղամասը։ Հին ու նոր գյուղերի պատմության և քարահունջի ավանդույթների մասին գիրք է գրում վաստակաշատ ուսուցչուհի Ալբինա Գալստյանը։ Առօր պետք է սարքել, ոչ մեկը չմտածեց վարձատրվելու մասին։ Դուրս եկան մի մարդու նման սարքեցին, մեր տեղացի ինժեներն էլ իր իհարկե ճիշտ գծագրերը ներկայացրեց, գլխավորեց։ Փոփոխությունների հավատում են, որտեղ նաև տեսնում են, որովհետև շատ աշխատանքներ է կատարվում համայնքում, համայնքային ակտիվ խմբի, իհարկե վերջին տարիներին նաև միջազգային հասարակական կազմակերպությունները, որ մտան համայնք։ Քարահունջի մանկապարտեզը, որը փակվել էր 1997 թվականին, վերաբացվեց 2002-ին։ Փուլ առ փուլ նորոգվեցին տանիքը, պատուհանները, դահլիճը, գործեց ջեռուցման համակարգը։ Հիմա այստեղ 50 երեխա է հաճախում։ Նույն կերպ քայլ առ քայլ վերանորոգվեց դպրոցը, որը 186 աշակերտ ունի։ Ասֆալտապատվեցին գյուղի փողոցները, նորոգվեց խմելու ջրագիծը, անցկացվեց ինքնահոս ոռոգման համակարգը, որի շնորհիվ այգիները գյուղում ավելացան։ Այսպես քարահունջի զարգացման ծառի ճյուղերը թեթևացան, թեև անելիքներ մնացին։ Եթե համայնքապետարան ունենա գյուղտեխնիկա, համայնքապետարանը տրամադրի, կարծում եմ ոչ գնային խնդիրները կլինեն, ոչ հարևան գյուղերի միջև որևէ լարվածություն կլինի։ Այս մազոլներ աստղ դերքի աշխատանքով են կատարում։
Դեկոզ ինձ ունեմ փոքրիկ մինի մեխանիզմ, ես մեխանիզացիա ավարտ մարդ եմ։ Ես կոմպյուտերի նայում եմ, ես ինձ համար կուլտիվատոր եմ սարքել յուրաքանչյուր գյուղացուն, այս սանից պետք է մեհատելի։ Ինչքան էլ վարպետ Էդիկը իր տրակտորի գլուխը գովի, այնուամենայնիվ գյուղի ամենահայտնի մեքենան Վարդանի տրակտորն է։ Աղբահանությունը, աղբամանների, նստարանների տեղադրումը իրականացվել են Counterpart International-ի օժանդակությամբ։ Վարդանի տրակտորի սովորական պտույտը Քարահունջի բնակիչներին ոգևորելու, հպարտանալու առիթներ է տվել։ Հայտարարությունները, որը տեղադրվում է բլոգում, ինքը միայն քարահունջեցիների համար չի, կարող է Գորիսից էլ ակտիվ երիտասարդները կարդան եւ մասնակցեն։ Այսինքն որոշակի հմտություններ ենք ձևավորել այս ոլորտում։ Կարողանում ենք ինքնուրույն առանց համայնքապետի կամ առանց մնաց օժանդակող խմբերի օգնության մեր գործը իրականացնել։ 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքը հենց երիտասարդների ջանքերով է բարեկարգվել։ Պատերը մաքրել են բուսականությունից, հեռացրել են բակի աղբը, ցանկապատ են տեղադրել։ Եկեղեցու նախաձեռնությանը հետևեց գրադարանի բարեկարգումը։ Անհրաժեշտ նորոգման համար համայնքի բյուջեից տրամադրվեց ընդամենը 180,000 դրամ։ Մնացածը կատարեցին համայնքային ակտիվ խմբի անդամները։ Գրադարանը հիմա 7000 կտոր գիրք ունի։ Գյուղում իրականացվող ցանկացած նախաձեռնության համար Քարահունջը 40% ներդրում է ապահովում։ Այդ սկզբունքով են նորոգվել ու կահավորվել ավագանու սենյակը, գյուղապետարանի մնացած սենյակները, որոնք ժամանակին ահա այսպիսի տեսք ունեին։ Այս ծրագրերի արդյունքում ամենակարևորը քաղաքացիական հասարակությունը կայացավ մեր համայնքում։ Համախմբվեցին բնակիչներ եւ մի հայտարարություն ուղղակի համայնքի պետարանը կախում է, որ այսօր այս ժամին այս աշխատանքները կատարվեն։ Բնակիչները մեկ մարդու նման արդեն կատարում են այդ աշխատանքը։ Նիստի օրակարգում ունենք 7 հատ։ Ավագանու սենյակում հիմա ընթանում են հանդիպումներն ու նիստերը։ Նախորդ ընտրություններին ավագանու 5 տեղի համար 10 թեկնածու է դիմել։ Եթե մնացած համայնքներում ավագանու տեղերը լրացնելու խնդիրներ ունեն, ապա Քարահունջում արդեն մրցակցություն կա։ Ճիշտ եմ ընդունում այս կառավարության որոշումը Տիկին Ավետյան, որ կոնկրետ մինիմալ աշխատավարձը դարձնում են 45,000։ Կամ մանկավարժների աշխատավարձն 45,000 դայակներին է։ Բայց մեր դոտացիան նույնն է, ինչ կողքի համայնքում, որը ոչ փողոցների լուսավորությունն է, ոչ աղբահանություն, ոչ նախադպրոցական կառուցություն։ Քարահունջի բյուջեն 20 միլիոն դրամ է։ Տարեկան միայն բյուջեի չափով համայնքը ներդրումներ է ապահովում։ Ծրագրեր են գրում, գնահատում իրենց կարիքները, լուծման տարբերակները ներկայացնում տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների։ Բացի պետական բյուջեն, Քարահունջում շատ կենսական խնդիրներ լուծել են Համաշխարհային բանկը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, World Vision կազմակերպությունը, Ջինիշյան հիմնադրամը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Շվեյցարիայի զարգացման հիմնադրամը, Counterpart International-ը։ Վերջինս նորոգել ու կահավորել է ավագանու սենյակը, հիմա էլ 10 միլիոն ներդրում է կատարել մշակույթի տան վերանորոգման համար։ Ամենքն էլ իր հերթին տրամադրել է 4 միլիոն դրամ։ Դեպուտատներ են գալիս, ժողովներ են լինում, համերգներ են գալիս, հնարավորություններ չունենք, որ բաների մասնակցեն։ Քարահունջի քարամյա զարգացման ծրագիրը նախատեսում է նոր տնտեսական հաջողությունների հասնել մրցակցային գյուղատնտեսական ծրագրերի միջոցով։ Դա մարդկանց կկապի գյուղին, նոր ներդրումներ կբերի, կբարձրացնի կյանքի որակը։ Քարահունջի քարամյա զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսություն, գյուղտեխնիկայի ձեռքբերում, կաթի հավաքման կետի հիմնում, բնապահպանություն, վարարական գետի հունի մաքրման աշխատանքներ, ոռոգման եւ խմելու ջրի ներքին ցանցերի բարելավում, կրթություն եւ մշակույթ, մանկապարտեզի, դպրոցի եւ մշակույթի տան գույքի ձեռքբերում, զբոսաշրջություն, հին գյուղի գրավչության բարձրացում, առևտուր, Գորիս-Մեղրի ճանապարհին շուկայի կազմակերպում։ Մթերման շուկան գլխավոր խնդիրն է։ Աղաբեկյաններն օրինակ վարկով մեքենա են վերցրել իրենց արտադրանքը 250 կիլոմետր հեռու մայրաքաղաք հասցնելու համար։ Հիմա այժմ մենք տեսնում ենք մեր համայնքի տեսլական տնտեսական ծրագրերին զարկ տալով ունենալ մրցունակ կայացած համայնք,
որպեսզի եկամուտներ ավելանան բնակիչներին եւ բնակիչը տերը լինի իր համայնքին, ունենա աշխատանք, վաստակի եւ իր վաստակով կարողանա ապրել համայնքում։ Մրցակցային տնտեսությունն ու վերամշակող արտադրությունները Քարահունջի զարգացման ծառի եւ հիմքում եւ ամենաբարձր ճյուղերի վրա են։ Գյուղի արտասահմանցի հյուրերը հաճախ բառացի թարգմանության պատճառով թյուրիմացության մեջ են ընկնում եւ իմանում են, որ ամեն տան բակում մի գործարան կա։ Այդ գործարանները սակայն օղի թորելու սարքավորումներն են, որոնց գյուղացիներն են այդպես կոչում։ Քարահունջում մեծից փոքր փորձով գիտեն, ինչպես լիցքավորել գործարանը, ինչպես պղպջակներով որոշել օղու թնդությունն ու որակը։ Օղի թորելը սակայն այստեղ սոսկ սովորական աշխատանք է։ Քարահունջի բնակիչների առավելությունը համայնքի մասին հոգալու եւ խնդիրները միասին լուծելու պատրաստակամությունն է։ Բոլորը պատրաստ են վերապատրաստվել, ինքնակրթվել, ռիսկն ու պատասխանատվությունը կիսել։ Իսկ դա ամենօրյա աշխատանք է, որի դժվարությունը մի քիչ մեղմում է լեռնային չամանի թեյը ամեն երեկո։ Ճիշտ է, փոքր քայլերով, բայց համայնքում նախնդիրներ լուծում են։ Առուտ պետք է սարքել, ոչ մեկը չմտածեց վարձատրվելու մասին։ Կարողանում ենք ինքնուրույն առանց համայնքապետի կամ առանց մնաց օժանդակող խմբերի օգնության մեր գործը իրականացնել։ Փոփոխությունների հավատում եմ, որտեղ նաև տեսնում եմ։ Իմի փոքր մերն է մեր լեռնաշխարհի